I'm sorry, Mr. Rasmussen, are there going to be any consequences as they have agreed upon withdrawing the monitoring mission from the border? Are there going to be any consequences for Armenia at the end when the EU monitoring mission is already withdrawn? Because we see it's kind of after EU monitoring mission has been deployed to the region, there has been some stability on the borders. Հարցը թարգմանեմ, ինչ եք կարծում, արդյոք չեն լինի հետևանքներ բացասական այն բանից հետո, երբ որ դիտորդների առաքելությունը, ասենք, հեռացվի, որովհետև դիտորդների ներկայությունը սահմանի վրա իրոք ունեցել է դրական ազդեցություն։ I don't think so, because once you have a signed peace agreement, it would be based on trust on both sides. Ես այդպես չեմ կարծում, որովհետև երբ որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, դա կնշանակի փոխվստահություն երկու կողմերի միջև, արդեն ստորագրված համաձայնագրի շրջանակներ։ And there'll be other ways and measures to monitor the border and that no violation of the peace agreement will take place. Եվ կլինեն ուրիշ գործիքներ կամ միջոցներ սահմանը վերահսկելու համար, որոնք որ թույլ չեն տա, որպեսզի խաղաղության համաձայնագրի խախտումներ լինեն սահմանի վրա։ Ինչ է կարծում, դա երրորդ երկրների ներկայությունն է նշանակում։ No, as I told you, ինչպես է դա դիտարկվելու։ Yeah, as I told you, the European Union has extended the mission for yet another 2 years. Ոչ երրորդ երկրներ, ինչպես արդեն ասացի, կրկնում եմ, որ Եվրոպական միությունը երկարացրել է առաքելության մանդատը ևս 2 տարով։ Զվարթ Ղազարյան, Շահ հեռուստաընկերություն, կարծես